ամփոփելով հերթական դատական նիստը եւ անդրադառնալով նաեւ ներկայացված ապացույցների այսպես ծավալին, ինչպես է գնահատում։ Փուլում էլի մենք հերթական անգամ տեսնում ենք, որ այս ապօրինի մեղադրանքի համար չեն կարող մարդիկ պատասխան տան, որովհետև շատ բարձ հարց ենք տալիս։ Ասում ենք եկել է դատավարության այն փուլը, որտեղ պետք է ասեք, որ ապացույցներն եք բերելով, որ այս մարդկանց մեղադրում եք ահաբեկչության ու այլ հանցանքների մեջ, չենք ասում բովանդակություն ասեք, չենք ասում այս պահին ապացույցեք, ուղղակի տեղը ասեք, այդ որտեղ է այդ ապացույցը, որով այս ինչ կամ այն ինչ հանգամանքը հաստատվում է։ Եվ արձագանքներից է տեսնում եք, որ ամեն կերպ խուսափում են այդ դետալացումը տան, որովհետև դա տալու պարագայում ակնհայտ է դառնալու, որ փուչիկ է ամեն ինչը։ Հիմա էլի բոլորի մեծ մասամբ ոչ այս դատավարության մասնակիցներին էր վերաբերում, տալուներ են տրվում, որ այստեղ մեղադրյալ չեն։ Մարդկանց տնից զենք է հայտնաբերվել օրինական։ Այդ թվում նաև որոշ մեղադրյալների տնից հայտնաբերվել է օրինական զենք։ Հիմա ասենք լավ, ինչ որ մի ձև հիմնավորվում է այս գործի շրջանակներում, որ զենքը օգտագործվելու էր։ Օրինակ կարող է դրա համար բերեն նորմալ քրեական գործի պարագայում, ասեն տեսեք գաղտնը լսել ենք ձեզ, ասում եք կգնաս են տանդ պահած օրինական զենքը կբերես, գնում ենք դրանով հանցագործություն կատարենք։ Նման տվյալ ունեք, չունեք։ Եթե չունեք այդ զենքը ինչի եք բերեք մտցրել այս գործի մեջ։ Ու դա վերաբերում է բոլոր դրվագներին։ Սկսած Երևանի քարտեզ ձեռք բերելուց, սկսած աստղիկներ եւ այլն, որտեղ այն ապացույցը, որը ձեր ասածը հիմնավորելու է։ Ու իրանք այս փուլում պետք պարտավոր են դա անել, բայց ամեն կերպ խուսափում են դա ներկայացնելուց, որովհետև շատ ավելի հեշտ է քաղաքական հետապնդման ենթարկել անձանց, երբ որ լղոծված մեղադրանք է, մարդիկ նայում բան չեն հասկանում, թե ինչի մասին է հարցը։ Այո, որոշում հայտնեց Արամ Վարդեվանյանը, նշելով, որ այն պայմաններում, երբ բոլորի խափանման միջոցը ավելի մեղմացել է, կալանքի տակ միայն 2 հոգի են գտնվում, Բագրատ Սրբազանը եւ պարոն Ջահալյանը, դուք ինչ եք անելու կներկայացնեք միջնորդություն, որպեսզի նրանց խափանման միջոցը եւս փոխվի, մասնավորապես Սրբազանի ու արդյոք այդ պայմաններում շարունակվի։ Դե մենք այս վերջերս ներկայացրինք միջնորդություն, հետո հրաժարվեցինք միջնորդությունից, որտեղ հարցը վերաբերում էր եպիսկոպոսատ ժողովին մասնակցելու։ Հիմա քանի որ դա երկրում չի լինելու արտասահմանում կազմակերպվելու, վստահ չեմ, որ ներկայացնելու ենք, որովհետև դա ավելի բարդ է լինելու դրան հասնել այս փուլում։ Թեպետ Սրբազանի հստակ դիրքորոշումն է, որ ինքը այլևս ոչ մի միջանկյալ միջոցի համաձայն չի, այսինքն ինքը ոչ տնային կալանքի համաձայն, ոչ գրավի, ոչ ինչ-որ վարչական հսկողության, հսկող սարքերով, ակնհայտ ապօրինի հետապնդումը ինքը ենթակա է ազատ արձակման։ Կամ կալանք, կամ ազատություն, այդ իր դիրքորոշումն է քննարկել ենք, թե որ փուլում այդ միջնորդությունը կներկայացնենք, տեսնենք ինչպես նիստերը կընթանան։